Արմեն Վիրաբյան, պարոն Գեգամ Հակոբյան, Տրամպի տնտեսական քաղաքականությունը ինչ է նշանակում, ոնց կմեկնաբանակ ու դրա հետևանքները։ Ոնց է, կարճ։ Ուրեմն իմաստը նա է, որ Տրամպը փորձում է ստեղծել բարենպաստ պայմաններ, որպեսզի արդյունաբերության մեջ ներդրումներ կատարվեն մեծ մասշտաբով։ Նախնական ունեն պայմանավորություն արդեն Ճապոնիայի հետ մոտ $1 տրիլիոն, արաբական Սաուդյան արաբական երկրների հետ ունի, որ մի քանի $100 միլիարդ ինվեստիցիաներ պետք է անեն։ Եվ այլն, ընթացքի մեջ հետ ամեն ինչը։ Հիմա հələ որ վերջնական ձևավորված չի, բայց կան առաջին արդեն ասած ինֆորմացիան, որ կարելի է պատկերացում կատարել։ Քանի որ մենք բոլորս գիտենք արդեն տարիֆները մտցրել է, ամսի 5-ից գործում են այդ տարիֆները, ապրիլի 5-ից, տարբեր երկրների նկատմամբ տարբեր տարիֆներ են, Չինաստանի նկատմամբ 25%, Եվրոպայի նկատմամբ ինչքան հիշում 20%, այդ 15 փոփոխական ինֆորմացիա է, Հայաստանի նկատմամբ 10%, նույնիսկ Իսրայելի նկատմամբ 10%, եւ այլն 20% կարծեմ Եվրոպայի։ Նու սկզբունքային տարիֆների հաշվարկը եղել է իրենք հաշվարկ են կատարել էքսպորտ-իմպորտի տարբերությունը։ Որ երկրի հետ էքսպորտ-իմպորտի ինչ տարբերություն է, այդ տարբերության հաշվարկով իրենց համար ասես բանաձև են որոշել, բանաձևով հաշվարկել, թե ում վրա ինչքան տարիֆներ են, որ բալանսավոր են էքսպորտը իմպորտը տվյալ երկրների հետ։ Խնդիրը ինչու՞մ է, քանի որ Ամերիկայի առևտրային բալանսի սալդո են ասում, արտաքին առևտրի սալդո։ Արտաքին առևտրի տարբերությունը էքսպորտի եւ իմպորտի տարբերությունը։ Եթե էքսպորտի եւ իմպորտի տարբերությունը բացասական թիվ է, ուրեմն շնորհիվ ավելի շատ ներամուծում, քան արտահանում։ Եթե դրական թիվ է, ուրեմն շնորհիվ ավելի շատ արտահանում է, քան ներամուծում։ Տվյալ պարագայում բացասական է, Ամերիկայի տնտեսական առևտրային արտաքին առևտրային սալդոն բացասական է եւ $1 տրիլիոն ավելի է։ $1 տրիլիոն Մոտավորապես $4.3 տրիլիոն ինքը իմպորտ անում, $3.1 տրիլիոն մոտավորապես էքսպորտ անում Ամերիկան։ Մոտավորապես մի Իսպանիա մինուս է այդ, ունելի։ Մոտավորապես ավելի շատ։ Այո, ես Իսպանիայի հնայի չափ։ Խայտարակություն։ Ոնց որ կարանք հասկանանք Ամերիկային Տրամպիզմի բաները, այս վայրեվերումները։ Չէ, հասկանալի է, խնդիրները ռեալ կան, դա հորինովի սիտուացիա չի, խնդիրները կան ընդհանրապես շուտմանից։ Ուղղակի կարելի ասել այնքան է ուշացել այդ խնդիրներից, որ հիմա այսպես խիրուրգային մեթոդներով է լուծվում, որը շատ արդեն ցավալի հետևանքներ ունի։ Եվ ցավալի կարալին ամբողջ աշխարհի համար, որտեղ ամբողջ համաշխարհային էկոնոմիկան ցնցումներ կարող ապրի դրա հետևանքով, որտեղ այդպես կուտակված խնդիրները միանգամից ռիսկի մեկ ցայտով փորձել լուծելը դա մեծ ցնցումների կբերի իհարկե, բայց էլի հետաձգելներ անհնար է։ Իհարկե կարելի է այստեղ վիճաբանել թե մեթոդաբանությունը, մեթոդիկան ոնց կարելի է անել, ինչը որից հետո դա ուրիշ խնդիր է, բայց տվյալ պարագայում մենք գնահատում ենք, բացատրում ենք թե ինչ է անում Տրամպը։ Տրամպը իրոն մաս է։ Եվ երկրորդը իրենք ուզում են պետական բյուջեի ծախսերներ քչացնեն։ Պետական բյուջեի ծախսերը ունի երկու հիմնական ուղղություն։ Դա մեկը ներքին պետական կառավարման համակարգի վրայի ծախսերն է, պետական կառավարման։ Երկրորդը դա պետական պարտատոմսերի սպասարկման ծախսերն է։ Պետական պարտատոմսերի միայն սպասարկման ծախսերը $1 տրիլիոնից արդեն անցել է։ Էլի Իսպանիայի չափ։ Եթե հաշվում ենք Ամերիկայի բյուջեն մոտ 5 տրիլիոն ծախսային մաս, $1 տրիլիոն լահարունի գումար է։ Այսինքն ծախսային մասով 1 տրիլիոն, բայց եկամտային մասով դա ստացվում է 30% է բյուջեի։ Այսինքն իր հավաքած եկամուտներից բյուջեն 30%-ը ծախսում է պարտքերի տոկոսները փակելու համար։ Դες ահռելի $36.5 տրիլիոն պարտք ունի։ Տարբեր ժամկետներով բացված։ Նշվում է USA Treasuries 20 տարեկան, 30 տարեկան, կան կարճաժամկետ 3 տարեկան, կան մի տարեկան, տարբեր ժամկետային պարտատոմսեր եւ վեքսելներ կան։ Վեքսելները մուրհակներն են։ Մուրհակներ։ Դա կազնաչեսկի գանձապահական մուրհակներ։ Այդ ամբողջը ահռելի համակարգ է։ Իհարկե դա ունի իր առավելությունը համաշխարհային շուկայի համար, որ ազատ կապիտալները միշտ ունեն հնարավորություն իրենց գումարները ներդնել այդ պարտատոմսերի մեջ, որովհետև սպեկուլյատիվ, այսպես ասած, վաշխառողական կապիտալը ամբողջ աշխարհում շատ մեծ է։ Այսօր նույնիսկ վաշխառողական կապիտալի մասշտաբները գերազանցում է
ամբողջ երկրների տնտեսությունը իրար հետ գումարած։ Նույնիսկ կարող է, եթե ճիշտ հաշվին, կարող է կրկնակի գերազանցի։ Ուզում եմ ասի, որ ինչքան արտադրում են պետությունները ծառայություններով, ռեալ փողը ավելի երկու անգամ քիչ է, քան թե սուտ, ոնց որ փուչիկի փողը։ Այո, ռեալ տնտեսություն։ Աշխատելով բանով։ Ինչի՞ց է ձևավորվել այդ դիսբալանսը, սա լուրջ դիսբալանս է։ Սա արդեն մեգա էկոնոմիկա որ եկան, ամբողջ աշխարհն այլ որպես տնտեսություն, քանի որ սա աշխարհի հետ շատ կապված է, պատկերացնենք որ մի տնտեսություն է, ամբողջ աշխարհում կուտակվել է մոտավորապես 250-ից 260 տրիլիոն դոլար պարտք։ Պարտք, բոլոր պետությունների պարտքը։ 250 Մոտ 250-260 տրիլիոն պարկ։ Լսեցիք, Ամերիկայի բյուջետը 31 Մենակ Ամերիկա չէ, սա Մենակ Ամերիկան 31-2 տրիլիարդ է։ Այս փուչիկը 36 տրիլիոնը մենակ Ամերիկայի պետական պարկն է։ Չէ, մենակ Ամերիկայի բանն է ոնց որ հնա։ Չէ, 36 տրիլիոն Ամերիկայի պետական պարկն է։ 31 տրիլիոն Ամերիկայի պետական հնան է։ Հնան է։ Մի բան արեք 250 տրիլիարդ, դա ոնց ասած տրիլիոն։ Ուրացա տրիլիոն բանա։ Ամբողջ տարբեր պետությունների գումարային։ Ամբողջ աշխարհի պետությունների, այսինքն Չինաստան, Մինաստան, Ճապոն, բոլորի պարտքերը գումարած իրար հետ 250 տրիլիոն։ Իսկ բոլորի հնան իրար հետ գումարած մոտ 90 տրիլիոնն է։ Այսինքն եթե այդ ամբողջը վերածենք կողմային որպես մի հիմար, մի կամպանիա ունի 90 տրիլիոն, այսպես ասած, եկամուտ տարեկան, բայց ունի 250 տրիլիոն պարտք։ Ինչքան մեծ խնդրեմ է դառնում իր համար այդ պարտքը։ Եթե ինչ որ 2.5 անգամ գնալով ինքը իր եկամուտը սկսում է չհերիքել այդ պարտքերը փակել, քանի որ 90 տրիլիոնով ինքը պետք է պայի իր հիմնարկի ծախսերը, չէ՞ կատարի։ Այդ ծախսերը որ սկսում է կատարելը իր համար դեֆիցիտ է առաջանում։ Ու այդ պարտքերը սկսում են աճել։ Ու արդեն գալիս է մի պահ, որ առանց պարտքի փակելու հնարավոր չի գոյատևել այդ իրավիճակը։ Շատ բարի։ Շնորհակալություն։ Պատկերացրեցիք։